խոսեմ Լևիկի մասին։ Լևիկ Քոչարյան։ Գիտեք, բանը հին արաբական հեքիաթների մեջ կար մի հատ բան վախենալու պլեմիա, որ իրանք գալու են, այդ մանգոլների մասին էին իրանք։ Որ պլեմիա Յաջուջի Իմաջուջի։ Որ իրանք մտնել են Անիդիկի։ Հիմա այդ Յաջուջի Իմաջուջի մտել են Հայաստան, մտել են մեր պարլամենտ, ու չգիտեմ ինչի է մեր պարլամենտը դա թույլ տալիս, ախար մենք առաջի անգամ մեր պատմության մեջ պարլամենտի видим нормальные лица. Нормальные лица мы видим. Մխիթար Հարապետյան, Ալեն Սիմոնյան, Վագն Ալեքսանյան, բոլորի անունը չտամ, երկար պետք է ասեմ. Но мы видим нормальные лица. У вдруг մտնում են սրանք. Ուրեմն տեսեք ինչ են անում. Իրանք հարձակվում են կնոջ վրա. Վագն Ալեքսանյանի մայրիկի վրա. То есть իրանք տորմուզ չունեն. Սա նորմալ է իրանց համար. Բայց բան ասելուց հետո իրանք պահկվում են կնոջ մեջքի հետևը. Ախր հասկան մեկ ինչ է կատարվում, որ իրանք շատ լավ գիտեն հայը, հայաստանցի հայը, Երևանն է, Գյումրին է, Քյավառն է, բան, կնոջը բան չի ասի, հիմա այդ պարլամենտում են տղեկը, կստացի լավ էլ դուխով տղեկ են, այդ կանած չեն բրդի, որ իրանք խպեն, իրանք շատ լավ դա հասկանում են. Кстати, Լևիկ ինձ հիշում ես, լավ ես հիշում, դու են մեր Արտուր Աբրահամի հետ էիր, չէ, իր հետ էր ֆրֆռում, ցույց էր տալի, որ ցիլախրանություն ուներ, Кстати, Արտուր Աբրահամը շատ լավ տղա է, բայց իր հետ էր ֆռում, որ քեզ բան չասեին, ինձ հիշում ես, օգնեց, Արտուր Աբրահամը քեզ օգնեց, արա, այ ուբլուդեք, դու հայույանք ես տալի, կանանց դեմ, կանանց մեջքի հետևը պահկվում ես, հետո թռնում ես զալից, անունը տիժ դնեմ, Երևանում քեզ չեն հասկանա, հիմա կասեի ինչ էին անելու վրետ Երևանում, այդ այնց պահվածքով մարդուն, ոչինչություն, ու թռար արա, Միանգամից, причем договоренность եղել է, կանայք միանգամից բան արեցին, դուս թրան դեմը, ինքը հետևը պատմի էշտը, արա ողբան վրետ, արա դու տղա ես, չեմ, ես դիմում եմ մեր կառավարությանը, դուք չգիտեք, որ ուս խորհուրդները, ես ձեզ փաստ եմ ասում, եթե պետք է ինձ զանգեք, ես ձեզ շատ մանրամաս բացատրեմ, փաստ եմ ասում, ուս խորհուրդներում գրում են, ուրեմն մարդուն չհարցնելով, որ դու ուս խորհրդում ես, մեր սա բուերում, ու ինքը ավտոմատ մտնում է, կամ հանրապետական, կամ այդ Մայր Հայաստան, որ Քոչարյան դրել է, կամ այդ բանը, ավտոմատ, այդ օծի բունը կարակ քանդեք, դուք հասկանում եք ում եք բերում մեր գլխին, դուք ձեր ձեռքով, ով է ձեզ խանգարում, ազգային ժողովը, ով է խանգարում, որ դնեք քվյարկեք, որ ինքը ազգային ժողովից դուրս գա, ով է ձեզ խանգարում դաշնակցություն կուսակցությունը արգելեք Հայաստանում, Գերմանիայում վերցրեցին, Գերմանիայից շատ դեմոկրատ եք ուզում լինեք, Գերմանիայում վերցրեցին ու զրկեցին կուսակցություն իր ամեն ինչից, որը պրոռուսական էր, մենք այդ հնարավորությունն չունենք, թե Նիկոլ դեմդ ինչ են դրել, ես չեմ հասկանում, ես այսօր նիկոլական եմ կրկնում, որովհետև ես ալտերնատիվա չեմ տեսնում, կամ նրանք են, կամ սրանք են, ալտերնատիվա տեսնեմ, ես հա, կասեմ, այնի ավելի լավն ավելի ժոստի է և էլ, բայց այսօր հա, ես Նիկոլն է պատիժ կանել, որովհետև կամ եսա, կամ նրանք են,
Բայց այդ աստիճան հասնելը չի կարելի։ Մեղք ենք։ Ռոբերտ Քոչարյան բանը դատախազը խոսում է բանը քննչականի պետը 1500 օբյեկտ։ Ժողովուրդ ջան, 1500 օբյեկտ։ Դուք իր կադրերը հագցում են Ռոբերտ Քոչարյանին, ոնց է ինքը եկել Հայաստան։ Այն եղնիկներով, սվիտրով են չումախոտ մի հատ։ Լևի քեզ եմ ասում, չումախոտ։ Դու Երևանում ելներ Ժողովուրդ 1980 սենց բան երբեք չեմ ասել էֆիրում, դու Երևանի տղալներ օրը մեջ շիշիկ էին անելու վրետ։ Քու նմանները չեն ապրի, կնոջ հետևը պաղկվել, ասել հեսա քրֆելու եմ բանը հեռախոսի մոտիկ պայի, որ լսեն, որ նրանք չլսեն, դու զապիս անես եւ այլ եւ այլ։ Արա էլի եմ ասում, դուք այդ ձիկը էպլեմ է, դուք ադրբեջանցի եք, դուք հայ չեք, էսի հայի պայված չի։ Ժորժյան, լավն էր, վատն էր այդ 90 թվերին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որ եկավ պարլամենտը, ես Լևոն Տեր-Պետրոսյանն էլ տանել չեմ կարում, բայց իր ժամանակ պարլամենտը ամենաինտելեկտուալ պարլամենտն էր, ընդեղ այդ բանը բացառվում էր, հետո Լևոնը, վեկլավ թույլ տվեց ընդեղ պարլամենտ մտավ, էնի, խուլիգանությունը մտավ, Վանոն մտավ, Հիմա մի քանի մարդ կան, որ բանը Վանո Սիրիադեղյանը, արա դուք չեք հիշում Վանոյի վաղտ ինչ էր կատարվում։ Էդի տեղից սկսավ, էս ինչ է եկել է հիմա, էդի ընդեղից սկսավ։ $1500 օբյեկտ, то есть եթե օրը մի օբյեկտ ինքը մտնի, 4 տարում նոր վերջանալու է, որ ինքը սաղ իր օբյեկտները նայի։ Արա այդ փդած վիտերով, այդ բանով, որ մտել ես։ Գրզոն էֆիրում ասեց, հա, գրզոն չի նեղանում, որ իրան գրզոն են ասում, ժողովուրդ ջան, հա, իր էֆիրում բանը մի անգամ ասեց, ասում է Սերժ եկել էր մի Բոթաս էր, մի Բոթասից մեծ էր, ռազմերները տարբեր էր։ Кстати, Сержин Сашикин, Роберт Քոչարյանը объедки է թողել։ Это были объедки, որովհետև ինչը կար տարել էր։ Արա 1500 օբյեկտ ձեռեք առնում։ Ու մինչև հիմա քնչականը հլը մենք կմտած, հլը պետքա բադի Դրա համար եմ ասում, ախ Վազգեն։ Տեսեք, ես չեմ ուզի հիմա Վազգենն ելներ, որովհետև Վազգենը ինքն էլ օրենքով չէր գնում։ Ինքը պրոստը խանդտենում էր, գլխից խփում էր։ Բայց հիմա անենցա պետք այդ Վազգենը ստեղ։ Ես ինչ է կանում, արա։ Մեր պարլամենտն էլ զրկեք, կարա քվյարկեք, իրան զրկեք, չէ՞։ Բանից, մանդատից, դիպուտատքի։ Կարակ է տանեք, թե չէ։ Ես ինչ է կանում, ձեր ցավը տանը։ Տղեկ, ձեզանով մի մտածեք, որ դուք նորմալ մարդիկ են, նրանք էլ են նորմալ չեն, հրեշա, это սպրուտ։ Ռուսաստանը մի հատ ռակա ես երկրագնդի վրա, ռակը օպուխել, այդ մետաստազը Հայաստանին է տվել, կամ կտրում ենք, կամ հիվանդանում ենք, հետում ենք։ Մերձավանում դասատուի մասին, նույն թեմայից է, նույն թեման է գալիս, կնոջը կպնել, ես չեմ հասկանում, արդեն հանեցին տնորենին դպրոցի որպես տնորեն բան ուրիշ են բերում, ասեցին հատուկ կոնտրոլի տակ լինելու բան, արեք, տղեկ մենակ խոսքով չի, արեք, խնդրում եմ դա։ Ժորժյան, ներողություն բառերից համար, բայց ես որ փոքր էի դպրոց էի գնում, երրորդ դասարան, չորրորդ դասարան, մենք երեխեքս մտածում էինք, որ ուսուցիչը զուգարան չի գնում։ Իրանք այնքան բարձր էին, իրանք ոնց որ ռշտակ էին մի հատ։ Մենք ընենց էինք վերաբերվում, բան, այն չորփա լակոտները մտել են այս ուսուցիչին բան են ասում։ Երեխեք ջան, ձեր ցավը տանեմ։ Մենք բոլորս, բոլոր մարդիկ,
ունենք մի հատ բան, որը կյանքում հիշում ենք, ամաչում ենք։ Մենք մեզանից ամաչում ենք։ Որ արա sense բան խի արեցի կյանքում եղել էր տես բան եւ այլ բոլորս ունենք այդ բանը այս այն բանն է որ մեծանալու եք դուք ամաչելու եք այս ձեր քայլից այս կնոջը կպնել այդ ով եք դուք ոնց եք տենց արել Են մեկնել են տղամարդը երեխեն 2-3 տարեկան երեխա էր ձեռը մտել այդ երեխեն էլ բաններ էլի ոնց որ Լևոն Քոչարյանն էր այն բանի կնանոջ հետև պահկվել էս էլ երեխեն ձեռը պահել որ բան չլինի հա երեխու հետ էսի Հայաստանին չի էսի էլ եմ ասում էսի մսրացը ադրբեջանական մեր մեջ Ռոբերտ Քոչարյան դուք իրոք Քոչարյան ես շատ կասկածում եմ Լևոն Քոչարյան դու յան ես ախր տենց բան Հայաստանը չի տեսել քաղաքում հայոյանք չի եղել մենք միշտ հպարտացել ենք որ Երևանում դու հայոյանք չես լսի արա հիմա հայոյանքա մտել քաղաք բանա մտել եւ այլ արա դուք ով եք արա Հիմա բանը սկսել ժողովուրդ մոտարապես մի 100 հատ fake edge-երով ինձի պրիվատում գրել են բանում դու արդեն չորնի սպիսկում ես քեզ վերացնելու են քեզ բան են կանելու հա ինձ վերևների զանգում են Գորջան Երևան հələ որ մի արի որովհետեւ մենք քեզ ախրանա կտանք բայց հիմա որ դու մտնես հա նետու գարա ինչքան էլ ախրանալնի բան արա Ես պրինցիպիալի Երևան եմ գալու հիմա։ Արա, բայց դուք ով եք։ Մի հատ կին էին վրես բան արել Երևանում Ժողովուրդ ջան, ես ինչքան քայլում եմ, սենց րոպեն մեկ ինչ-որ մարդ է մոտիկանում, գրկում բան, ես մի շատ բանով, հա, գրկում եմ այդ մարդուն եւ այլն։ Մի հատ կին է մոտիկացել Ուր եք տանում ես ազգին, ես իհարկե ձեր էֆիրները չեմ նայում, բայց դուք այնքան վատ մարդ եք, որ դուք Նիկոլ բան ու Ալեն Սիմոնյանը թքում այրեսներին մարդի, ես էլ եմ հեսա թքելու, во-первых, ես причем Ալեն Սիմոնյանը причем, во-вторых, բայց հասկանում եք այդ կնոջը հարցակել էին ին վրա, այդ կնոջը ասել էին, կնոջը ես բան չեմ ասի, սուս, կարելի լռել եմ Ասեց, սուս գնաց բանը, կաֆե դեմ կանգնած ծխում էի։ Հա, վիտոգի մտա կաֆե, որ չշարնակի արդեն, հա, բան, դե կնոջը ինչ ասես։ Իրանք այդ մեթոդներով են աշխատում։ Կնոջ մեջքին պահկվելով, երեխուն ձեռը պահելով, հարցակվելով եւ այլ։ Դա ադրբեջանական հայկական չի։ Ես ձեր լեզվով պատասխանեմ ձեզ, սքիմ, ես Հայաստան եմ գալու, ублюдки, просто ублюдки, կանե պարլամենտում հայոյանք ես անում, կնոջ դեմ հայոյում ես, կնոջ մեջքի հետև պահկվ, արա, գնացել էր կաչացել եղե, որ դու բանալն էիր, հա, մի քիչ ուժեղանայիր, որտև ենքան չմո էիր, Արտուր Աբրահամի հետ էր մանգալի, որ բան չասեն քեզ։ Փրկես Արտուր Աբրահամ, արա։ Предмет из тонкого резинового изделия, ես եմ քեզ ասում, լևիկ։ Լավ, Ժողովուրդ ջան, անցանք այդ բաներից, այնքան եմ չգանացած ուղղակի։ Ուրեմն խոսենք Մենք ես մի երկու բառ ուզում եմ խոսեմ մեր ռազմաարդյունաբերությունից մինչև այդ մի բան ասեմ մեր էկոնոմիկան իրոք բարձրանում է այս տղեկին չեն թողում աշխատեն իրանք իրանց հերթին են սխալներ անում հիմիկվա կառավարությունը սխալները անում է բայց այդ սխալների հետ մի հատ էլ չեն թողում իրանք աշխատեն Օրական մի բան գլխներին սարքում է, որ պետք է վատ լինի, տեսակ ինչ վատ է Նիկոլի վաղ, տեսակ ինչ վատ է, ձեր վաղտից լավ է, ես կպատմեմ եմ, ես մյուս էֆիրում կպատմեմ, Կուտոյանի տղեն ինչ արել Հայաստանում, Լիսկայի բանի տղեքի, սաղդ լսած կակ, ես կպատմեմ, մի քիչ մանրամաս կպատմեմ, կիմանաք,
Элемасом, их это не устраивает. Когда есть нормальные человеческие лица, их это не устраивает. Հիմա Հայաստանի էկոնոմիկան այնքան է բարձրացել, ու Հայաստանը այնքան կա, Կիրկորով, Կասպարով, արա դրուք հայ դարան, արա հիշել եմ, որ հայ են, հիմա մտնում են էֆիրներ, են էլ ասում հայ եմ, են էլ ասում հայ եմ, да где вы были? Гарри Каспаров, где ты был? Кто ты по национальности, бакинец ты говорил? Вот оставайся, сука, бакинцем. Ֆիլիպ Կիրկորով դու ով ես եղել արա ոչնչություն հերեդ չոքած կռունկներ երգում դու ասում ես я болгарин հիմա հայ ես դարել Кому ты сейчас нужен пидор Հա մենք այդքան ենք բարձրացել որ սա հիշում են որ հայ են դա ոնց որ բանը գերմանացիները մոմենտ հիշեցին որ նրանք սա գերմանացի էին Ու մենք հասկացեք մի բան, էկոնոմիկան եթե բարձրանում է ժողովուրդ ջան, բարձրանում է ամեն ինչը։ Թե Հայաստանի կարոտն է դրուկ զարթնում։ Ես փոքր ժամանակ շախմատ էի պարապում ու բոքս։ 3 տարի շախմատ եմ պարապել եմ պարոն Մովսիսյանի մոտ 7 մասում եւ պարոն Տիկին Ջուլիայի մոտ շախմատ տանը։ Ու բոքսը պարապել եմ աշխատանք Ալեքսանյանի մոտ, բոքսն էլ 3 տարի։ Հա, մի հատ sense բան է արել էլի իմ արևին խելքով։ Այնտեղ ամենախելքովն է, այնտեղ ամենաուժերն է եւ այլ։ Հա, մենք այդ շախմատ խաղալու ժամանակ այն վաղ Կասպարով Կարպով պարտիաներն էր գնում։ Փայ Կասպարովը հայ է, մենք բանը Կասպարովի կողմից ենք գնում, բան Կասպարովին բան են ասում, մի անգամ չասեց հայա։ Я бакинец. Խեսի չէ Հայաստան, տարա։ Ты сейчас не нужен։ Տուն չեն տվել, շատ սխալ են արել, որ քեզ տուն չեն տվել Հայաստանում։ Այո, դա շատ սխալ է։ Բայց դու Հայաստանից ես նեղանում։ Անցնում է 35 տարի բանը դու հիշում ես, որ հայ ես։ Деваться некуда։ На выход։ Ուրեմն լավ, բանից խոսանք, ժողովուրդ ջան։ Ռազմավարությունը все-таки վերադառնանք խոսենք։ Մեր մոտ իրոք լավ բաներ ստացվում է, հնդկական ակաշը որ գալիս է, դա շատ ուժեղ բան է, դա հակաօդային է։ Մի բատարեան կար, երկրորդ բատարեան գալիս է։ Բատարեա դա մի հատ չի։ Բատարեя это батарея։ Это целая система, это механиат, это շատ мощный բան է։ Причем իրան գալիս են բաներով իրան սիստեմաներով որ հետևում են հա կա ակտիվ, կա пассив, կա կիսապասիվ բոլորը գալիս են пассивով ակտիվը միանգամից երևում է հերվից այս 44 օրվա պատերազմի ժամանակ ժողովուրդ ջան մեր ակտիվ էր միանգամից տեսան իրանք առաջի հերթին այդ ակտիվին խփեցին հիմա մենք даже բան չի полуактивный այդ ակաշի հետ գալիս է пассивը իրան չես կարող գտնես պլյուս գալիս է հրթիռները հետը մեր օդը փակվում է պլյուս ֆրանսիայից է բան գալի ես հիմա բաներ եմ ասում ժողովուրդ ջան որը բացի ինֆորմացիա է բաներ կա որ չեմ ասի որովհետև փակա ավելի հզոր բաներ կա հա մենք ստացել ենք այն հրթիռները այն պետք է ստանանք հələ որ ասված հերուպայի հա գալիս է ու մեծ աշխատանք է տարվում այդ թեմայով հիմա այսօր առաջի անգամ եղավ այն բանը որ Բրիտանիան իր военный атташе նշանակեց Հայաստանում Հայաստանն էլ Բրիտանիայում военный атташе чтобы вы понимали ժողովուրդ ջան դա это не просто так դա եթե ինքը եկել է այնտեղ գործ արվելու а Британия это не халам-балам ասենց ասեմ մեծ աշխատանք տարվում է ես էլի շնորհակալություն եմ ասում նորից իհարկե դա մենակ Մխիթար Հարապետյանի աշխատանքը չի բայց ես գիտեմ որ իր աշխատանքը միած սարա то есть եղել է
հավասար, մի հատ սարա ու էլի սա հավասար, Մղթար Հայրապետյանը, էդի, այնքան գործ արվում, որ Причем կրկնում եմ բոլորիդ, Ժողովուրդ ջան, ընկերս չի, որ իրան սենց այսքան գովամ, ես իրան չեմ ճանաչում այդ մարդուն, եղել է խոսակցություն, մի անգամ բան, սենց բան, ես աշխատանքն եմ տեսնում եմ, որ ֆիրմաները աշխատում են, լետեսեք դավարոն ինչ է անում, մենակ դավարոն չէ, ասում եմ, 6 տասնյակից ավել ֆիրմայի աշխատում հիմա Հայաստանում, այո, ֆինանսավորում են, հետաքրքրված են, Ժողովուրդ ջան, ինչը նորը մտածվել է, թազա բանը բացվել, ինչ-որ թազա բանը արտադրվել, առաջի հերթին բանակն է նայում, հետո նոր գնում է գրաժդանկը, то есть, եթե մի հատ չիպ է բացվել կամ չգիտեմ ինչ է բացվել եւ այլը, կարացել են տղեկ հանեն, բոլոր երկրներում է դա տենց, առաջի հերթին գնում է բանակ, ու ես շնորհակալ եմ Մղթար Հայրապետյանին, որ ինքը այդ բաները проталкивает, делает. Մերսի, ես բարձ չունեմ, մերսի, Արտակ Ղուկասյանը շատ լավ ճանաչում եք իրան, Մղթար Հայրապետյանի հետ, բանում զալում նստած, մարդիկ հարցեր են տալի բանը, Արտակը մի քանի հարց տվեց, Մղթար Հայրապետյանի պատասխաններից, Արտակը ասում է, գոր ասում է, էդի ոնց որ ես ու դու խոսեինք, ասում է, ուզում է եթե կպնեի, սենց իրան ասի, ապեր մի գնա, էլի, հետդ մնամ, էլի, սենց, повторяю, потому что появились нормальные человеческие лица. Իսկ դա լևիկներին, Ռոբերտներին, ձեր չի տալիս. Повторяю, суки. Դուք ձերս ընկնեկելի. Ժողովուրդ ջան, ուզում եմ խոսեմ Նիկոլ Փաշինյանը, որ գնաց մայիսին, ես շատ դեմ էի, չեք պատկերացնում ինչքան ցես ներվայնացած. Բայց մի հատ բան կա, ես հուսամ դա տենց է, ու ինձ զանգեցին, ասեցին, որ դա տենց է, որ ինչ-որ բանի դեմ է գնացել ինքը Մոսկվա. Եթե տենց է, без проблем, ժամանակը ցույց կտա, ու ինձ թվում է շատ մոտ ժամանակը ցույց կտա, ոնց ռուսական սահմանապարները դուրս եկան Զվարթնոցից, չեմ մտածում, որ Գյումրի բազան դուրս կգա, չեմ մտածում տենց բան, բայց ինձ թվում է ինչ-որ լավ բաներ սպասվում են այդ արածը, ռուսները շատ են սիրում սիմվոլիկա, վայ, հենց այս օրը պետք է լիներ բան, ես կրկնում եմ սա, ասել եմ արդեն մի հատ եմ կրկնում, ինձ թվում է ստեղ, որովհետև ես վերևից մի քանի մարդու հետ խոսեցի, ասում է, գոր, կա տենց բան, ինքը չի գնացել просто так, там есть определенные причины. Պարանները կտրելու Ռուսաստանի հետ կապած, տեսնենք, մենք վերջապես անկախ պետք է դառնանք. Մի հատ բանել ասեմ, ուրեմն այս ինչը կատարվում է պարլամենտում, ինչը կատարվում է Մերձևանում, ինչը կատարվում է բանում, Մերձևան, կստացի, շմայզ ոնց ես, ես հոտ գիտեմ ոտերը որտեղից է աճում, շմայզ, զբաղվեք, այս հարցերով զբաղվեք, ուրեմն օրգանիզացիոնը, դա պետք է լինի, ուրեմն թե Մերձևանը, թե պարլամենտում որ եղել է թե բանը, Ժողովուրդ ջան, դա ամեն ինչը մեզանից է գալիս, որ մենք օրգանիզացիա չունենք, տեսեք, ես Իսպանիայում եմ ապրում, ես շատ եմ սիրում Իսպանիան գիտեք, որ գրավել է ամբողջ Ամերիկան, սաղ աշխարհում ինքը գրաված ուներ բան, բայց իրանք եթե մասշտաբնի պատերազմ էին ունենում հանգարց անգլիացիների դեմ, իսպանացիք պարտվում էին, նայեք ինչից է գալի դա, եթե լինի մի հատ իսպանացի, մի հատ գերմանացի կամ մի հատ անգլիացի, իսպանացի դեմ մեկ որ հանդիպեն, գերմանացին թե անգլիացին պարտվելու է, սրանց գժվեցնել չի կարելի, իսպանացիք ահավոր բարի են, ահավոր,
Բայց որ գժվեցրիր, քալեն թափում է, ինձ հայրեն ասաց, հա։ Բայց 100 իսպանացի, 100 անգլիացի, իսպանացին շանս չունի։ Գիտեք ինչի։ Օրգանիզացիա։ Օրգանիզացիա, հասկանում եք, ժողովուրդ ջան։ Մենք, то есть դիսցիպլինա, օրգանիզացիա մենք մեր մեջ չունենք։ Դա պետք է մենք բերենք դրան հասցնենք։ Մենք ասում ենք, մենք յուժնի ազգ ենք, դե յուժնի ազգերը չունեն, բան չէ, հրեաներին նայեք, Իսրայելին նայեք, յուժնի ազգ են։ Լավ էլ ունեն, լավ էլ դրել են, մցրել են մեջները, ու իրանք լավ էլ օրգանիզованный ազգ են։ Ու տեսեք ինչ հաջողությունների հասան։ Կարանք, ուզենանք, կարանք։ Ուրեմն, բայց իմինը օրգանիզացիա, որ բանը, ուրեմն անգլիացի բանը նետահարները, հա, որ կային։ Ուրեմն 5000 նետահարը 36000 ֆրանսիացի ռիսերների դեմ կրվեց։ Ու նետահարները անգլիացի հաղթեցին, բոլորին տապալեցին, հա։ Именно потому, что была организация. Ֆրանսիայի ռիսերների դեմ խաղ չկար այն ժամանակ, միջնադարներում նրանք հա, ինչ ուզում էին անում էին, ոնց ուզում էին անում էին, իրանցից վախում էին։ Հա, անգլիացիք այդ սիստեման մտածեցին։ Ու իմенно նետերով, даже ближний бой չի եղել։ Ու ներողություն եմ խնդրում, այս բանը որ ցույց ենք տալի, որ ասում եմ, ես գիտեք որտեղից է։ Այդ անգլիացի նետահարներից է, այդ որ նետը քաշում էին, հա, հետո բոյից հետո իրանք ցույց տվին, որ մենք սենց եկա, այդտեղից է եկել դա։ То есть дисциплина, организация, организованность մեզ պետք է։ Никуда мы от этого не денемся, մենք կամ այդ անում ենք կամ մենք չենք աճում։ Ու մենք եկեք Շվեյցարիայից ավելի շատ օրենքով երկիր չլինենք, կամ Գերմանիայից։ Գերմանիան ռուսական պարտիան արգելեց։ Վերցրեց ու արգելեց։ Դաշնակները ինչու են Հայաստանում ցենց ֆրֆռում, պարլամենտում ֆռում։ Ես ամեն ինչ անում մեր գլխին։ Մենք պետք է արգելենք, մի քիչ ժոստկի օրենք մտցնենք։ Բանը որ վայ ես նեղանում եմ, որ ինձի սենց բան են դրել, շտրաֆ են դրել, բան Ղարաբաղցի տղակա, որ բանը շտրաֆեր են դրել վրան մեքենան արագությունա բանարել։ Այդ տղուն ես շատ եմ հարգում, ապրիջան, մեծ հարկանք։ Բայց էլ չես անի, չէ՞։ Այդ շտրաֆերը, որ վրետ եկան, էլ չես անի, չէ՞։ Հիմա պետական այդ ամեն ինչը պետք է։ Եթե ուգրոզա եղել, հայոյանք է եղել, օրենք կա, որ սեռական հայոյանքը դա քրեական է։ Կա չէ՞ տենց օրենք։ Օգտագործեք։ Օրենքը գրում ենք ինչի համար։ Օրենք կա, որ ասենք Հայաստանը անկախ պետություն չի, որ մեկին պետք է միան անկախությունը կորցնենք, քրեական գործ է թե չէ։ Կա։ Բա օրենքները գրում ենք, հա, ասես թղթի վրա գրում ենք, մոռանում ենք։ Ժողովուրդ ջան, մենք ահավոր մեծ պոտենցիալով երկիր ենք, ահավոր մեծ։ Բայց մեզ պետք է օրենք մի քիչ ժոստկեստ, որ մենք կարողանանք աճենք։ Այս ամեն ինչը որ թույլ են տալի, դա այն մարդիկ չեն, որ հիմա ինձ լսում են, հա, որ բանը լսում են TikToker-ը, մեր են քրվում, բան են անում, դուք հասկացեք, որ իրանց մասանել է շատ, ու իրանց պետք չի օրենք, իրանց պետք է, որ իրանք կարանան այսօրվա օրով, այդան մեկին, ես Երևանում ինտերնետ կլուբ ունեի ժամանակին, շատ տարի առաջ, Յորջան, հա, Ամար գիշեր նստած են տղեկը, ինչ-որ չատերի մեջ, բանի մեջ, բան, մեկ էլ մի 30 հոգի գալիս է, այս ինտերնետ կլուբից մեկին քաշում հանում, դուս ծեծում է, հետա շպրտում ես ինտերնետ կլուբ, այս ընկերներին գրում է, սրա ընկերներն են գալի մի 30 հոգի հավաքվում են, գնում են նրանց են բռնում, բան, եւ այլ, օրենք չկա, բան չկա, ով ոնց կարա եւ այլ։ Հələ դե Իսպանիայում փորձի մեկին խփի։ Հերախոսը ձեռից է ստանում են ժողովուրդ ջան։ Խփեց այս մարդուն։ Գիտեք ինչ օրենք կա։ Էլ կողմից քնչականից դուրս չի գալի։ Դաժե հերախոսը ձեռից է որ փրթում են, չէ իրավունք չունես խփես։
Այո, օրենքը պետք է լինի։ Ու ես բան եկցել այնտեղ մի հատ շատ լավ տղա խոսած, շատ ճիշտ խոսած։ Մենք գնում ենք Եվրոպա, մենք օրենքը հարգում ենք, սիրում ենք, պաշտում ենք, գալիս ենք Երևան, մենք ենք, էլ չէ։ Մենք առաջինը Երևանում ենք դա անելու։ Հայաստանում ենք դա անելու։ Օրենքը պաշտելու ենք։ Տաքացած երկաթով ստիպել օրենքը պաշտելը։ Ու այդ ժամանակ մենք կսկսենք աճել։ Ոչ թե օրենքը գրեցինք թղթի վրա, մոռացան գնաց։ Ես Արսունի մասին մի հատ էլ ասեմ, ժողովուրդ ջան, որ հա, իր գիրքը 20 թվին գրած, 23 թվին Զալուժնին, մինիստրը обороны Ուկրաինի, որը կռվում է, ցիտում է Արսունին, բառ առ բառ։ Մենք մեր մասնագետներին պետք է գնահատենք։ Արսունի մասին սրանք ինչ ասես չգրին։ Բայց ձեր դեմը դնում են փաստ։ Մենք մեր մասնագետներին պետք է գնահատենք։ Նույն Սամվել Բաբայանը հիմա ընդեղ է սխալարել եւ այլն, բայց իր նման ստրատեգ Ժողովուրդ ջան շատ քիչ է։ Մենք պետք է Սամվել Բաբային մեր կառավարությունը թույլ տար աշխատել։ Ուղղակի ես չգիտեմ ինչ այնտեղ կարող է ինչ-որ բաներ կա, որ ես չգիտեմ եւ այլն, բայց այն որ ինքը ստրատեգ է, այ մարդ 2 օր մնացել որ Արցախը ստորագրելու են հանձեն, ասում է տվեք, ես կփրկեմ, չտվին։ Էլ արդեն կործանում անդունդա գնում է, всё, բան, էլի չտվին։ Փորձեք էլի։ Ախր այդ մարդը Քարվաչարապա է։ Ժողովուրդ ջան, չի կարելի լեգենդներից բանել, մեր լեգենդներից մեկը, որ սաղ պաշտում են, Քարվաչարը ասեց չեմ կարա պահեմ։ Ինքը դուրս եկավ Քարվաչարից, Սամվել Բաբայանը ասեց ես կպահեմ։ Հա, ինքը եկավ այնտեղ Քարվաչար, ինքը պահեց։ Դա փաստա։ Ուղղակի այդ լեգենդի անունը չեմ տալի, պետք է, լեգենդ ունենանք։ Բայց Սամվել Բաբայանը պահեց։ Լավն է եղել, վատն է եղել, չգիտեմ ինչ է եղել եւ այլն, փաստ եմ ասում։ Ու եթե 5 կրվող տղեկին դուք հարցնեք, բոլորը կասեն, այո, դա տենց է եղել։ Այմարդ եկեք գնահատենք մեր Արցունի նման, Սամվել Բաբայի նման եւ այլն մեր բաներին բանակից հասկացող, գլուխ հանող, արա, այս ինչ է գոնե կատարվում, այդ մարդկանց գնահատենք, իրենց քիչ առաջ տանենք։ Չգիտեմ, հնարավոր է ինչ-որ բաներ կա, որ ես չգիտեմ, որ բոլոր դեպքերում դուք հասկանում եք, որ շատ բան ունեմ ասելու, բայց չեմ ասում, դեռ չեմ ասում։ Մի հատ էլ հիշեցնեմ ինձ վախեցնողներին։ Խլեշը գիտեք ինչ է։ Ես Երևան գալիս եմ ու սաղին խլեշ եմ անում, իզնաչալն է։ Կպնելու եթե թեմա չունեք, հիմա ունեք արդեն։ Փորձվեք։ Լավ եք Ժորժ ջան, դուխով ամեն ինչ լավ կլինի ու իրոք ռազմաարդյունաբերությունը շատ աճում, ես վերջերս այս նորությունները, որ ինձ գալիս է պրիվատ բանով իրանքություն եմ ասեմ, հա, սենց պրիվատով է գալի, ուղղակի ապշեցեմ։ Սա լավ կլինի։ Բոլորդ սիրում եմ, բոլորդ կրկում եմ, մենք հայ ենք, լավից լավն ենք։